Սիրելի հետևորդներ, բարի լույս, օրը թող բարի բացվի, բարևում եմ ձեզ Ստեփանավան քաղաքից։ Այնքան հրաշք արևածագ, արևը սարերի հետևից դուրս է գալիս եւ մեզ էլ արևոտ ջերմ օր է խոստանում։ Լավ է, թող արև լինի, ճանապարհները լավ լինի, մենք էլ գնանք հասնենք վայք։ Սա Ստեփանավան քաղաքն է, սեփական տներ, մենք էլ եկել ենք Ստեփանավան, իսա մի ժամից մեր զինվորին կճանապարհենք բանակ, հիմա քուրիկի սիրտը դպդպում է, բոլորս էլ մի քիչ տխրում ենք, բայց դե առողջություն լինի, հաջողություն լինի, թող գնա ծառայի, այնքան լավ տեսարան է, շատ լավ տեսարան, մի հատ նայեք այս անտառները, ամբողջ անտառները, սարեր, շրջապատված սոճենիներով, այս դիմացը, որ երևում է այս անտառները, այստեղ անցած տարի է եկել եմ ալեյա, փոշոտման սեզոնին շատ մարդիկ են գալի, այնքան սիրուն է, շատ սիրուն, եղանակը շատ լավ է, ճիշտ է մի քիչ ցուրտ է, մենք էլ հյուր ենք եկել, գիշեր այստեղ ենք անցկացրել, այնքան մարդ կար, բոլորն էլ տեղավորվեցին, ասեմ հյուրընկալել ենք մի շատ լավ ընտանիքում, այն որ մենք մեզ զգացինք ինչպես մեր տանը, այդպես կարգավիճակ է։ Եվ պետք է հեսա գնանք։ Սպասում ենք մեքենային, որ գնանք։ Սպասեցի, արևը լիովին դուրս եկավ այն ժամանակ, որ նկարում էի, չէր ուզում դուրս գալ, ահա, սիրուն է, այ։ Յանենք այս տեսարանով, մեքենաները սառել են, սպասում ենք։ Մինչև գնանք հասնենք անհուն, արդեն ուշ կլինի։ Ահա։ Զգուշ այստե դու չընկնես, ես հեչ։ Հասանք։ Նստեք երեխաներ։ Իսքան եկել էինք։ Բա ինչ էինք արել։ Այս սարդը որ եկան գնացինք, այդ մասերներ էլի, որ երեխեքի հետ եկանք, պտտանք։ Սիրուն է, չէ՞ Ստեփանավան քաղաքը։ Սիրուն Վայ։ Չեմ անում։ Գնացինք, տարեք։ Բարի լույս։ Մենք եկանք, հա, կրկին եկանք, գնանք զինվորին ճանապարհենք։ Սիրելի հետևորդներ, եկել ենք Կարենին ճանապարհում ենք բանակ, Ստեփանավանում ենք, վայնկոմատում, բոլորը տխուր, իհարկե բոլորն էլ տխուր են, բայց դե պետք է գնան ծառայի։ Ինչքան բազմություն է հավաքվել, շատ մարդիկ։ Հա։ Բարև Հենրի ջան։ Հա, Հենրի ո՞նց է տրամադրությունդ։ Լավ չի։ Ինչի լավ չի։ Կարենը գնում է բանակ, տխրել ես։ Ոչինչ, հեսա տես ոնց է արագ ծառայելու գա, չէ։ Սիրելի հետևորդներ, բարև ձեզ։ Մենք եկել ենք մեր թորնիկին ճանապարհելու, իր պարտքը կատարելու, այսօր մի քիչ տխուր ենք, բայց ուրախ ենք, որ ունենք թորնիկ, մեծացել է, առողջ, գնա իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարի գա։ Բոլոր զինվորներին ցանկանում ենք գնան առողջ, լավ, ամփոփած ծառայեն, վերադառնան իրենց մամաների մոտ, իրենց պապաների մոտ, մայրիկին, ծնողներին, բոլորին համբերություն։ Բոլորին ցանկանում եմ բարի վերադարձ։ Մամաս էլ հուզվեց։ Բոլոր զինվորներին։ Լայն լավ ծառայություն ու բաժանորդագրվեք ասալիքին։ Ո՞։ Հերո հետա։ Ես օրքինը չի լացել, դու էլ լացի։
Զգուշ չեն գնեք։ Դրա համար մարդը պիտի ամառը գնա բանակ, հա? Ամառը գնա բանակ, ձմեռով բանակ կեթան։ Հա, տաման։ Հա, դու լավ խոսում ես։ Դու լավ խոսում ես, արի։ Ահա, մինչև հավաքվեն խոսեն, մենք էլ որոշեցինք, որ գանք Ստեփանավանի Եղևնու մոտ տոնական տրամադրությունները դեռ շարունակվում են։ Շուշանը ման են գալիս մոտ։ Ինչպես միշտ աղբերս, պրիվետիկի։ Դու, հա։ Բալաբիլա։ Ահա։ Շատ եղեցիկ տոնածառը։ Աստե ավելի տոք, հա երեխեք։ Արևա, Խաղչի ձուն արի իրանց։ Արի Շուշան, արի։ Արի մի մտի ձներ, արի։ Տատի հետ խաղացեք ձնագնդիկ, համե տատին մանկությունը կվեր հիշի։ Արի։ Հա։ Ձնագնդի անեմ, Շուշին։ Ինքան սիրուն է, իհարկե ամեն մի քաղաք յուրահատուկ զարդարման ոճը ունի, բայց ամենայուրահատուկը դա ապարան քաղաքն էր։ Երեկվա կողմ երեկոյան այստեղով էլ անցանք ու լույսերը վառը շատ գեղեցիկ էր էլի։ Պատկերացրեք, այս ամբողջը լուսավորվում է։ Դու գնա խփի։ Ես էլ երեխեքի հետ ուրախ։ Դե արի։ Գնա Դե արեք։ Դուր այն ավազակը։ Արիստե։ Արի ավազակ։ Օրքուրին խփեք։ Արի ես քեզ պիտի խփեմ։ Աչքիս է իր խփել։ Շիշանին խփենք։ Շիշանին։ Շիշանի խփենք։ Ասպա մի արա տատիկ։ Ոջի։ Ով է սաստե բայց։ Շատ տոք հոգին է։ Հո, լավ տոք։ Մոտես թափա։ Դե խաղացեք երեխեք, խաղացեք։ Սուրտա Ստեփանավանում։ Շատ լավ, մաքուր։ Չգիտեմ, հիմա այս արևը տաքացնում է, զինվորներին, որ տանում են բանակ, ինչ կարելի ասել, որ տոնական տրամադրություն է, իհարկե ծնողները, բարեկամները հուզվում են, բայց դե կարևորը, որ երեխաները առողջ են, թող գնան իրենց պարտքը կատարեն գան։ Հե։ Հին ավազակն եմ ներվեն հետո։ Հե, մամա, Դե հավաքան ոնց որ։ Ահա որ ցուրտ է, չէ։ Հա, շատ ցուրտ է։ Մեր Արտաշատը շատ տաք է։ Ձուն չկար ձեր Արտաշատը։ Ձեր Արտաշատը Մեր Արտաշատին լայք։ Այո։ Բայց այս մասը արևա, լավ է, այն կողմը, որ հավաքվել են, ահա տեսեք, հավաքվել են Շուշան, են ուրա գնացել է Շուշանը։ Արև չի կպնում։ Արի Շուշան։ Արև չկա, մեկ այնտեղ կանգնենք էլ, ոչ մի բան չենք տեսնելու, չենք լսելու, պետք է խոսեն պաշտոնյա անձինք են խոսել։ Հա։ Բարի ճանապարհ Արի կոշիկները զինվորներին տանեն Երևան։ Երևան։ Տաթե, Ստեփան Շահումյանի տուն թանգարանը էսա, որ եկել է։ Հա, այնքան սիրուն է, շատ սիրուն էր, մտաներս, հենա գրած է։ Այն ժամանակ, որ ես եկա, վերանորոգում են, երևի հիմա արդեն վերջացրել Մի է։ անգամ որ գնանք, բան կանենք։ Հա, Այս ամառը որ գանք կգնանք միասին, հա։ ինքն սիրունն ամենակ մտնես։ Այն վաղտել էր բայց սիրուն։ Չէ, այն Վերանորոգված չէր։ Վերանորոգված չէր։ Հա, կգնանք, ամառը կգանք։ Մեկ էլ Մեկը ասեցին գնաց, մամա, չես լսելու։ Ինչ ես լսելու։ Ինչ ես լսելու։ Հեսա կամած կգնանք 11-ին է արդեն։ Հələ չեն եկել։ Արչի մի արա ուղղի գաբերանին են տալի։ Հա, տատին խփին փախան,
Էլի աշկիս։ Ես գոնե ստեղ տակ է։ Էլի Շուշանին է։ Շուշանը սիրի համար։ Մարդ պիտի վայելի ամեն ինչի։ Մեր երեխեքությունը սիրում են, խաղում են, վայելում են։ Տակա, ստես մասը տակա։ Արտաշ ինչ ես տես ճողված։ Սիրունա, տոնածառը տարբեր գույնի խաղալիքներ։ Ստեփանավանի տոնածառն է, կենտրոնական։ Այո։ Երեք որ անցանք չտեսա լույսերը ինչքան սիրուն վառվել է, լուսավոր։ Սիրուն։ Բայ։ Զկրտու։ Ինչ ես գողացել, այտենց են չի ասում նազո։ Ասում են, ես ինչ է գողացել։ Հովլ ձեռնոցն է այնքան հեռու է, ես այդքան չեմ կարա գնամ։ Գեղա մասա խելոք թող մնա։ Մի Ձեռերը ես ձեռ տվեցի, ձեռերը սառեց։ Շան ձեր չտա։ Ոյ մոտերս թող։ արի սող ոտերը, ոյ, ես լավ չեմ արդեն։ Քելե գնացինք։ Երեխեք, ես գնացինք, լավ ուրախացակ խաղացիք, հիմա էլ գնացինք։ Գնացեք։ Արի։ Հա, արի, դու քեզ նայ, այ մարդ մինգի, ես չեմ ուզում։ Բայց խոսում են, հələ չեն խոսում։ Գալիս ենք այդ արարողությունը չի սկսվում, աշկես մի հատ ասենք, ես ինչ եք անում, ժողովուրդը սառս չնայած տեղացիները սովոր են իրենց կլիմային, մենք էլ սովոր չենք, ճիշտ է վայքում էլ ածուն, բայց սենց ահավոր սառած չի, չէ Արտաշ, հա? Երեկվանից ենք անում, ծուրտ է, արի, կամաց, սորուցը, գնանք նստենք մեքենան, գնա, օրը ես ինչա, գեղամ ես ինչա, հա, հորքուրը ձեր էտ ա գալու, բայց հորքուրը էտ հալույա սունկաս տեղա, չէ, տաթև, հորքուրը կեթա վայք, ամսի 17-ին կգա պապայի մեկ է Արտաշի ծնունդ է, հա, այսօր կեթան վայք, հետ 17-ին կգա Արտաշի մեկ է պապայի ծնունդ է, նստենք ստե տաքանանք, այ մարդել ջար չկա, մել հլնելու միջից, սուրտո, համար ես ասեմ, պտի տնից ուշ դուրս գայինք, հա, հա բա ես ասում եմ պտի ուշը դուրս գաս, տաքացեք, աչ առուց էր դարնում, Նազո քիթը կարմիրը ու Նազո չի հորքուրա, չէ ասա Նազո, լավ, քիթը կարմիրը ու հա, մեր քթերը կարմրելա, հլը կարմրելով որ պրծել ենք էժան, լավ ա, Կարող գնաս, ասես հիվանդ եմ, հետ չգաս։ չէ գալու եմ, 17-ին գալու եմ, եթե երիկամի ցավ չբռնես կգամ, տոբզորա կոչիկները կնստեն այս ավտոբուսը ու կշարժվեն, Ես հրագույթները ինչ եք այլ, խաղաղություն, խաղաղություն,
Մենք այսօր միանշանակ բարձրաձայն կարող ենք ասել, որ ունենք խաղաղություն, եւ որ այդ խաղաղությունը շատ ավելի է ամրապնդում։ Մենք բոլորով սապարենք մեր խաղաղությունը, ունենք շատ համարդար կարող ենք արդեն ասել։ Մեր նորակոչիկներն առաջվա ժամանակներում, որ բանակ էին գնում, դա չեք ուրախություն էր մեր և մեր։ Այսօր գնում են կանանց դրան, որ դա նույնպես ունելու աչեց և ուրախություն։ Որ բանակ են գնում, տաղավարդանում են, մեծանում են, ինքներունություն են ձեր բերում, մենք այսօր եկել ենք ասել ենք դրան։ Տղեր ջան, դուք այսօր, առավել ևս այսօր գուվարի մեկից, դարելա մի տարյունքես ծառայություն։ Այդ մի տարյունքեսը ճիշտ օգտագործել։ Ինքնություն ձեռք բերելու, ֆիզիկապես զարգանալու, ինքնություն ձեռք բերելու և տարյունքես հետո բոլորը գալիս են ձեր բնորանին ծառայելու, ձեր ընտանիքին ծառայելու, ձեր ընկերությանը ծառայելու, ձեր հետագա կյանքը կազմավորելու։ Շնորհավորում եմ բոլորին, բարի երթ եմ մաղթում բոլորին։ Սիրելի զինվորներ, ձեր վազքի նոր, ձեր կամքին կորով և ձեր մտքին պայծառություն կողմում։ Աստված պահապան յուրաքանչյուրի միշտ և ամենում։ Հիշեց, որ ձեր տանը մայրը սպասում, հայր, ուք և հայր, իրադարձում, և որ յուրաքանչյուր ծառայելի այս քանչելի բրկրանում, իսավակի պատրով հիմավերով, գտրեշել իր ջերմ տեղականություններում։ Խոսքը գրվում է Դովի մարզի զինվորական կոմիսար պարոն Բաղրատյանին։ Ողջույն ձեզ հայրերի ձերակոչներ։ Շնորհավորում եմ ձեզ նաև մեզ առաջի ձերակոչության և արդյունքներով ուզում բոլորի շնորհավորում բոլոր տոմասակցության մանրոդի գործունեության օրը և կապած և այս պահին ուզում Հեին է, ոնց որ հա, կարին է տոտանա։ Ովքեր ծառայում են մեր հայկական բանակում բոլոր ներքին ծառայողներին Մորսում ես գլխարկը դիր արտար։ Մենք էլ ենք կապ։ Հայաստանի Հանրապետության բանակում պատկանելություններ կամանները։ Դուք եք մեր վաղորը, եք նորանակ որ ձեզ կան հաստատություններ։ Համայնք կապեր, արժանապատիվ տեղայր, ծերի զորակոչիկներ, հարգելի ծնողներ և բարեկամներ։ Այսօր հավաքվել ենք Ստեփանավան համայնքում Բերմինոր սերնդի Հայաստանի Հանրապետության զինված ուժեր ճանապարհելու և բարի մաղթանքներ ցանկանալու համար։ Հարգելի զորակոչիկներ, այսօրը անմոռանալի իրադարձություններից մեկն է ձեր կյանքում, որը մնալու է բոլորի հիշողության մեջ ողջ կյանքի ընթացքում։ Սիրելի երիտասարդներ, այսօրվանից կյանքը ձեզ եմ ձեզ իրազեկել Պաշտպան հայրենաց ծրագրի մասին։ Այս ծրագիրը գործում է նորակոչիկների համար, որի շրջանակներում ձեր զավակները կարող են 6 ամիս անց վերադառնալ Ստեփանավան և ծառայել որպես պայմանագրային ծառայող Ստեփանավանի զորամասում։ Որպես զինծառայող ցանկանում եմ, որ զինված ուժերում որքան զորահամալիրում Վերջ, հա, վերջ, մայ, գնացիք տարան, Զանգի ասա թոք եղամագա, չունես հեռախոս, սահարի, գոարը որ դեղա, համայն կես է, Aman çek et kan latsın. Hayli. Bana kadar. Զինվորներին ճանապարհում են, շուտով կշարժում են, հաջողություն լինի, բարի ծառայություն բոլորին։ գնաց կարենար, Հա, ոնց որ գնաց։ Հե? Düşen tüzer. Գնանք ճանապարհենք, հաջողանենք, արդեն նստելու են, հա, և զինվորները նստում են ավտոբուսը, որ շարժվեն, շատ հուզիչ պահ էր։
չեմ կարող ասել խոսքերով, նաև չնկարեցի էլ պետք չի, քիչ-քիչ տաքանում է Ստեփանավան քաղաքը, բայց այդ հավաքվելու տեղային կողմը արև չէր կպնում, մի լավ սառեցինք, այստեղ տաքա կանգնել եմ, որ ավտոբուսը գա նկարեմ։ Կարգ է։ Հովուլն էլ եկավ։ Թող նստեն ավտոյի մեջ։ Բաց է։ Հա։ Արի։ Կանգնեք, նստեք մեջը։ Նստեք։ Davas, o! Գնում ենք։ Չի շարժվում ավտոբուս։ Ահա րոպեներ անց մեր զինվորները, զորակոչիկները կգնան, ավտոբուսը կշարժվի, կգնան Աստծո օրհնությունն էլ իրենց հետ, անփորձանք թող ծառայեն, խաղաղություն լինի մեր երկրին, իրենց պարտքը կատարեն ու գան, բոլորիս էլ համբերություն, հատկապես զինվորի ծնողներին, ես գիտեմ դա ինչ զգացողություն է, ինչ զգացմունք է, ինչքան ես մտածում, խորհում, նույնիսկ լուռ, անձայն, դու ինքդ քո մեջ ամեն օր մտածում ես, ամեն օր քո որդու զինվորի հետ ես լինում, հա, ինչ կերավ, ինչ խմեց, ոնց է, հոհիվան չի, դա ինչ անենք, պետք է դիմանանք, մարդ ամեն ինչի էլ պատրաստ է կյանքում, կարևորը ուրախ տրամադրություն ուներ մեր զինվորը, թող տարի ու կեսը այդպես ուրախ անցնի։ Եվ ծափերով, ծափողջույններով ճանապարհեցին, ահա, հաջողություն, անփորձանք ծառայություն, բարի վերադարձ մեր զինվորներին, մաքրել են պատուհանները, որ տեսնեն, հաջողություն։